Mr. President, given ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դատի տալ BBC-ին 2024 թվականին թողարկված վավերագրական ֆիլմում իր խոսքերը խեղաթյուրելու համար։ Թրամփի փաստաբանները պահանջել են մինչև ուրբաթ բոլոր օնլայն հարթակներից հեռացնել վիճահարույց հաղորդումը, հակառակ դեպքում իրենք դատի կտան ընկերությանը պահանջելով առնվազն $1 միլիարդ փոխհատուցում։ Լոնդոնում BBC-ի շենքի մոտ անցորդները իրենց հիասթափությունն են արտահայտել եւ նշել, որ աշխարհը լուրջ էր վերաբերվում լրատվամիջոցին, իսկ նրանք դավաճանել են լրագրությանը։ Կարծում եմ խնդիրն այն է, որ նրանք մոլորության մեջ գցեցին մարդկանց լուսաբանման հարցում։ Դա արարք է, որը ամբողջ աշխարհն արդեն գիտի։ Նրանք կորցրել են վստահությունը։ Կարծում եմ նույն կերպ են վարվել ոչ միայն Գազայի, այլև Պաղեստինում ընթացող ցեղասպանության լուսաբանման հարցում։ Ես 50 տարեկան եմ եւ մեծացել եմ հայտնի լրատվամիջոցներին հետևելով։ Դրանք այն աղբյուրներն էին, որոնց վրա հենվում էի, բայց հիմա այլևս չեմ կարող վստահել։ Բացահայտումից պարզ է դարձել, որ BBC-ի վավերագրական ֆիլմը մոնտաժել է Թրամփի ելույթը, խաբելով դիտողին, թե նա է հրահրել 2021 թվականի հունվարի 6-ի Կապիտոլիումի անկարգությունները։ Սկանդալի ֆոնին BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին եւ լրատվության գլխավոր գործադիր տնօրեն Դեբորա Թերնեսը հրաժարական են տվել։